Ինստիտուտը ստեղծվել է 1966 թվականին ԽՍՀՄ ակադեմիայի կողմից, քանի դեռ ծրագիր կար Հայաստանում մոլեկուլային կենսաբանության եւ գենետիկայի ուղղությունների զարգացնելու վերաբերյալ, այդտեղ բավականաչափ երկար աշխատանք տարվեց այդ ժամանակ Հայաստանի կողմից եւ 66 թվականին ստեղծվեց Փորձարարական կենսաբանության ինստիտուտը, որը վերանվանվեց արդեն 92 թվականին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Այդ ընթացքում մեր ինստիտուտի հետազոտությունները հիմնական ուղղված են եղել տարբեր սպիտակուցների կառուցվածքային եւ ֆունկցիաների հետազոտություններին, պարզաբանմանը, շատ մեծ հատված աշխատանքների նվիրված էր ճարպային մետաբոլիզմին, ինչպես են ճարպերը յուրացվում բջիջների կողմից, մեծ հատված կար հետազոտության մանրէաբանության ոլորտում, իսկ ավելի արդեն վերջի տարիներին, մի քանի տասնյակ տարիների ընթացքում արդեն ուղղությունը մի քիչ ոնց որ շեղվեց դեպի ավելի բուն մոլեկուլային կենսաբանություն, այսինքն անցում արեցին կենսաքիմիայից ավելի շատ դեպի մոլեկուլային կենսաբանություն, գենոմիկա, կենսաինֆորմատիկա եւ նման ուղղություններ։ Ինստիտուտի ընդհանրությամբ ինստիտուտի այս պահին գիտական կամ հետազոտական նպատակներն են դա ուսումնասիրել այն բոլոր կենսաբանական process-ները, որոնք կապված են մարդու, կենդանիների եւ բույսերի նորմալ եւ ախտաբանական վիճակների հետ։ Ինչի համար կարևոր է ընդհանրապես մոլեկուլային կենսաբանությունը գլոբալ, պատկերացրեք, որ այսօրով երևի թե չկա այդպես ոլորտ, մարդու առողջապահության կապված կամ ընդհանրապես կենսագործունեության կապված, որը չունենա ինչ-որ կապ մոլեկուլային կենսաբանության հետ։ Մենք բոլորս ինչ-որ բան ուտում ենք, մենք բոլորս ինչ-որ բան խմում ենք, մենք բոլորս հիվանդանում ենք, առողջանում ենք, դեղամիջոցներ ենք ընդունում, գնում ենք բժշկի, տարբեր ախտորոշիչ տեստեր ենք հանձնում, այդ ամենը ստեղծվել է գիտնականների կողմից, հատկապես մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, կենսաքիմիայի ոլորտի հետազոտությունների շնորհիվ։ Եթե դուք հիշեք, COVID-ի ժամանակ առ ժամանակ առողջապահության նախարարությունը տվյալներ ներկայացնում, թե ինչ շրջանառող գենոտարբերակներ կար Հայաստանում COVID-ի, այդ տվյալները ստանում ենք մենք, մեր ինստիտուտում եւ ներկայացնում ենք առողջապահության նախարարություն։ Եվ դա էլ նաեւ պատասխանում է, թե ինչի է մեզ պետք մոլեկուլային կենսաբանությունը Հայաստանում, որտեղ կամական երկիր պետք է ունենա ենթակառուցվածք, որը թույլ կտա արագ արձագանքել տարբեր տեսակի վտանգներին, մասնավորապես նաև կենսաբանական վտանգներին։ Հայկական գենոմ ծրագրի գաղափարը մենք վաղուց ենք ունեցել, վաղուց մենք փորձել ենք այդ ուղղությամբ ունենալ հետազոտական ենթակառուցվածք եւ իրականացված աշխատանքներ, ու ես շատ ուրախ եմ ասելու, որ մեզ դա հաջողվել է։ Ընդհանրապես ինչի հայկական գենոմ առաջի նա այդ հարցը միշտ արտադրվում է շատ հետաքրքիր այդպես դիսկուսիաների թեմա դառնում 1995-ից մինչև 2003 թվական իրականացվեց առաջի այսպես կոչված մարդու գենոմ նախագիծը 10 տարի տևեց որպեսզի մարդ տեսակի մարդու գենոմը ապակոդավորել, այսինքն հասկանալ այն որ մենք ասում ենք որ մենք ունենք քրոմոսոմներ, այդ քրոմոսոմները ինչ տեղեկատվություն են տանում, գեները որ մենք գիտենք որ կան գեներ, որտեղ են այդ քրոմոսոմները վրա տեղադրված, ինչպես է այդտեղ ինֆորմացիան, գենետիկական տեղեկատվությունը գրանցված եւ փաստացի իրանց հասցեներն էլ, այդ բոլոր գեների հասցեների քրոմոսոմները պարզելու նպատակով։ Այդ հետազոտությունների ընթացքում եւս մի բան պարզ դարձավ, էլի, որ մենք մարդիկ
իրարից որոշակի չափով տարբերվում են գենետիկորեն։ Դա մենք տեսնում ենք իրականում նենց մեր շրջապատում, հա, մենք մարդիկ իրարից տարբերվում են։ Աչքի գույնով, մազերի գույնով, մաշկի գույնով, տարբեր ուտելիքի նկատմամբ, հա, նախատրամաբանով, հա, հակումով կամ ինչ-որ հիվանդություններ նախատրամաբանությամբ ու հարց առաջացավ, իսկ ինչու է այդ տարբերությունը, որտեղից է այդ տարբերությունը։ Եթե մենք բոլորս պատկանում ենք մի տեսակի, ունենք նույն քրոմոսոմներ եւ նույն գեներ։ Պարզվեց, որ գեների մեջ գրված տեղեկատվությունը որոշ չափով տարբերվում է։ Ու այդ փոքր տարբերությունները բերում են մեր այս sense ընդհանուր տեսքի տարբերություններին, հա, եւ մեր տարբեր մեզ բնորոշ հատկանիշների տարբերությանը։ Եվ առաջ քաշվեց արդեն գաղափարը հետազոտել առանձին մարդկանց ու հասկանալ այդ տարբերությունները որոնք են եւ ինչի հետ են իրենք կապված, որովհետեւ կային մարդիկ, որոնք ավելի հաճախ են ինչ-որ հիվանդանում ինչ-որ մի հիվանդությամբ, կան մարդիկ, որոնք հակառակ, հա, կան մարդիկ, որոնք ավելի լավ են, օրինակ, յուրացնում կաթնամթերքը, կան մարդիկ, որոնք հակառակ կաթնամթերք չեն կարող յուրացնել։ Ու դա ինձ առաջ մղեց պոպուլյացիոն գենոմների եւ առանձին գենոմների հետազոտության հասկացողությունը։ Եղավ մի քանի մեծ ծրագիր, ինչպիսիք էին 1000 գենոմը, 100,000 գենոմը, Human Diversity Genome Project-ը, որտեղ որ հիմնականում ուսումնասիրվում են եվրոպական պոպուլյացիաներից դուրս եկող ազգություններ, Աֆրիկան, Չինաստանը, հա, հիմնականում ուսումնասիրությունները կանում են այն երկրներում, որտեղ կար արդեն զարգացած ենթակառուցվածք, որոնք ժամանակին մասնակցել էին մարդու գենոմ ծրագրին, ու պլյուս նաև Աֆրիկան որպես մայրցամաք, որտեղից մարդկությունը իրենց մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխարհագրական, հա, լոկացիա, որովհետև նաև էվոլյուցիոն գենոմիկայի արդյունքներ ցույց են տալիս, որ մենք բոլորս ոնց որ Homo sapiens տեսակը ժամանակին միգրացիա արել Աֆրիկայից։ Ու այդ հետազոտությունները նաև ցույց տվեցին, որ տենց ընդհանրական պատկեր չկա, տարբեր պոպուլյացիաներ, տարբեր ազգություններ ունեն իրենց գենետիկական առանձնահատկությունները։ Այդ առանձնահատկությունները կան նաև ուրիշ ազգությունների մոտ, բայց այդտեղ արտահայտման աստիճանն է տարբեր։ Օրինակ, միտեղ շատ կարող եք տեսնել կապուտաչյա մարդիկ, մյուստեղ շատ կտեսնեք, օրինակ, չգիտեմ, հա, շարականագույն աչքերով մարդիկ։ Ու պարզ դարձավ, որ այդ տարբերությունները ոչ միայն մեր արտաքինի հետ են կապվում, այլ նաև կապված են, թե ինչպես է մեր նախատրամադրվածությունը հիվանդությունների նկատմամբ կամ ուտելիքի կամ դեղորայքի։ Դրա համար սկսեցին արդեն ավելի լայն ծավալով ազգային ծրագրերը, հա, կամ պոպուլյացիոն գենոմային ծրագրերը իրականացվել։ Մեր ծրագրերը մենք նույնպես ժամանակին սկսեցինք այդ հարցով զբաղվել, հիմնականում երկու ուղղությունով։ Առաջինը դա հենց գենետիկական պատմագրության ուղղությունով, այդ այն ուղղությունն է, որը զբաղվում է հայկական ազգի ծագումնաբանության, հայերի ծագումնաբանության, գենետիկական ծագումնաբանության հարցերով։ Եվ երկրորդ ուղղությունը դա մենք կոչեցինք պաթոգենոմ, այսինքն ուսումնասիրել այն գենետիկական տարբերակներ, այն առանձնահատկությունները, որոնք կապված են տարբեր հիվանդությունների հետ, օրինակ, չգիտեմ, քաղցկեղի նախատրամադրվածության հետ, պարբերական հիվանդության հետ, որը շատ տարածված է Հայաստանում, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այդպես ձևավորվեց հայկական գենոմ ծրագիր։ Ինստիտուտում գործում է 13 լաբորատորիա եւ գիտական խումբ, որոնք զբաղվում են մոլեկուլային կենսաբանության, գենոմիկայի, կենսաինֆորմատիկայի, վիրուսաբանության, մանրէաբանության հետազոտություններով, ունենք մեծ հետազոտական խումբ, որը զբաղվում է հենց բջջային կուլտուրաների կիրառմամբ, տարբեր հետազոտություններով, այսինքն տենց բավականաչափ բազմապրոֆիլ ենք մեր հետազոտական առարկաների առումով։ Օրինակ, վիրուսաբանության լաբորատորիան մեր մոտ զբաղվում է
խոզերի աֆրիկյան ժանտախտի հետազոտությամբ, անունից երբևիցե չես ասի, որ Հայաստանի հետ կարող է կապ ունենա, բայց դա շատ լուրջ վիրուսային հիվանդություն է խոզերի, որը Հայաստան ներաթափանցել 2007 թվականին Վրաստանից, իսկ Վրաստան եկել է այդ ամբողջ ճանապարհով միգրացիայից Աֆրիկայից, հա, ու այդ հիվանդությունը այսպես բուժում չունի։ Ու օրինակ վերջի երևի մի քանի տարի առաջ Չինաստանում այդ հիվանդության բռնկման պատճառով 10 միլիոն գլխականակ ոչնչացել են խոզերի։ Մեր այդ լաբորատորիան հետազոտում է, թե ինչպես կարող է վիրուսը ինչպես է շրջանառում Աֆրիկայից դուրս, որովհետև կան առանձնահատկություններ կապված աշխարհագրության հետ, ու նաև մենք ունենք ևս մի լաբորատորիա, որը հետազոտում է այդ վիրուսի դեմ նոր դեղամիջոցներ կամ քիմիական միացություններ, որոնք կարող են դառնալ դեղամիջոց կամ կանխագելիչ միջոց, իրանց այդ հետազոտություններն անում։ Մանրէաբանության շրջանակներում մենք շատ հետաքրքիր հետազոտություններ ունենք, որոնք վերաբերում են հակաբիոտիկականությանը, հա, որը որ երևի 20-րդ դարի վերջի, 21-րդ դարի սկզբի ամենամեծ խնդիրներից մեկն է։ Մենք կամաց մեր զինանոցը բակտերիաների դեմ պայքարելու գնալով նվազում է ու կրճատվում է։ Ու արդեն այսօրվա դրությամբ կան մի քանի շատ վտանգավոր բակտերիաներ, որոնք բացարձակ կայուն են գոյություն ունեցող բոլոր անտիբիոտիկների նկատմամբ։ Մեր լաբորատորիան հետազոտում է արդյոք ինչ տեսակի բակտերիալ, ավելի շատ սննդային բակտերիալ վարակների հետ կապված, ինչ տեսակի բակտերիալ վարակներ են շրջանառում Հայաստանում, այդ շրջանառող բակտերիաների մեջ ինչ տեսակի հակաբիոտիկականության մեխանիզմներ արդեն կան ներդրված ու նաև փորձում է հասկանալ, թե ընդհանրապես գլոբալ տրանսմիսիան կամ որտեղից են եւ որտեղից են իրանք ներթափանցել Հայաստան։ Մենք ունենք շատ հետաքրքիր լաբորատորիա, որը զբաղվում է Հայաստանի խաղողի կենսաբազմազանության ուսումնասիրությամբ։ Լաբորատորիայի աշխատանքների շնորհիվ մենք կարողացել ենք վերաբացահայտել բազմաթիվ կորած հայկական խաղողի սորտեր։ Կրիստինա Մարկարյանն ղեկավարում է այդ լաբորատորիան, իրանք անում են խաղողի Հայաստանում տարածված խաղողի բույսերի գենետիկական անձնագրավորում։ Հիմա եթե դուք անցնելուց տեսաք, մենք հիմա ծրագրից մեկի շրջանակում պատրաստվում ենք օրինակ խաղողի գենետիկական կոլեկցիոն այգի, հա, որտեղ մենք այդ բոլոր նմուշները կպահպանենք, բացի դրանից առանձին մեծ ծավալով հետազոտություններ իրականացվում վայրի խաղողների վերաբերյալ, որովհետև վայրի խաղողները շատ ավելի իրանց գենոմում կան ստրեսի նկատմամբ կայունության բավականաչափ տենց հետաքրքիր գեներ, որոնք կարող են օգտակար լինել սելեկցիայի տեսակետից։ Օրինակ Կրիստինան մեր հայկական վայրի խաղողներում հայտնաբերեց մի քանի սնկային հիվանդությունների նկատմամբ 100% ռեզիստենտականություն, հա, այսինքն իրանք չեն հիվանդանում եւ կարողանում են դիմակայել այդ վարակին, իսկ դա շատ կարևոր հատկանիշ է արդեն տնական խաղողագործության համար։ Մենք Հայաստանում առաջինը սկսեցինք իրականացնել կենսաինֆորմատիկական հետազոտություններ, հա, պատկերացրեք այսօր կենսաբանություն անել առանց տվյալագիտության, առանց մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության մեթոդների պրակտիկորեն հնարավոր չի, որովհետեւ այսօրվա ժամանակից կենսաբանական հետազոտություններ օգտագործող սարքերը իրենք գեներացնում են աննորմալ քանակի տեղեկատվություն։ Այդ տեղեկատվությունը պետք է մշակել։ Դրա համար մենք ստեղծեցինք կենսաինֆորմատիկայի խումբ, որ հենց կենտրոնացած է գենոմային եւ հարակից տվյալների վերլուծություններով եւ նոր մեթոդներ մշակում այդ տվյալներից կենսաբանական գիտելիք կորզելու համար։ Զուգահեռ մենք ունենք նաեւ ուրիշ լաբորատորիա, իրանք են կենսաինֆորմատիկներ, բայց իրանք ավելի շատ հետաքրքրված են կենսաբանական համակարգերի մոդելավորմամբ, մասնավորապես տարբեր սպիտակուցների կառուցվածքի մոդելավորումով ու նաև համակարգչային դեղերի բացահայտման եւ դիզայնի
մեթոդների օգտագործմամբ տարբեր հիվանդությունների համար նոր քիմիական միացություններ ստեղծելու համար, հա, թեկուզ համակարգչային, որոնք հետո հնարավոր է սինթեզել։ Մենք ունենք շատ լավ նեյրոկենսաբանության խումբ, որը կենտրոնացած է այն մոլեկուլների վրա, որոնք կապված են նյարդային համակարգի, նյարդերի եւ հարակից բջիջներում տարբեր պրոցեսների հետ, հա, մասնավորապես դա այսպես կոչված կալիումական անցուղիներն են, որոնք շատ կարևոր դեր են խաղում ընդհանրապես մարդու ֆիզիոլոգիայում, հա, եւ կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի մեջ։ Այս վերջերս յանքերի շատ հետաքրքիր հետազոտություն հայեցին, որը տպագրվեց Proceedings of National Academy of Science ԱՄՆ-ի ամենատենց հեղինակավոր ամսագրերից մեկում, որը հենց ցույց է տալիս, թե ինչպես այդ անցուղի մեջ մուտացիաները կարող են կապված լինել շատ հազվագյուտ հիվանդության հետ, հա, որը տենց գենետիկական հիվանդություն է։ Մարտահրավեր երևի թե կապված կլինի ընդհանուր առմամբ Հայաստանում գիտության համակարգի համակարգման եւ իր հետ գիտության ոլորտի տարանջվող օրենսդրական խնդիրների մեր հիմնական մարտահրավերները, որովհետեւ գիտության մեջ կարևոր է արագ գործելը։ Երբևիցե արդեն աշխարհը շատ է փոքրացել, ինֆորմացիայի քանակը ահռելի մեծացել է։ Ու այն անգլերեն լավ արտահայտություն կա, low hanging fruits, հա, այն ծառից այն ներքևի կախված ասում բաները արդեն հավաքված են։ Հիմա պետք է լինել շատ կրեատիվ ու կարողանալ հետաքրքիր հիպոթեզներ գեներացնել եւ դրանք արագ տեստավորել։ Պարզա որ քանի որ աշխարհում շատ մարդիկ կան, հավանականությունը որ նույն հիպոթեզը մի քանի տեղ կառաջանա, բավականաչափ մեծ է։ Որտեղ կարևոր է արդեն առաջնայինությունը այդ հիպոթեզի ներկայացման եւ իր հաստատման կամ հեքման մեջ, այդտեղ մենք շատ ենք տուժում, որովհետեւ Հայաստանում գիտությամբ զբաղվելը շատ դանդաղ է ստացվում, ելնելով մի քանի հանգամանքներից, որտեղ մենք փոքր ենք որպես շուկա, մենք աշխարհագրական դիրքը բերում է լոգիստիկ բավականաչափ մեծ խնդիրների ու նաև մեր օրենսդրությունն էլ մշակված չինենց, որպեսզի թույլ տա այդ process-ները լինեն շատ արագ։ Որտեղ մենք շատ ենք տուժում, որովհետև բազմաթիվ անգամ եղել է, որ մենք խոսում ենք ինչ-որ մի գաղափարի մասին եւ որոշ ժամանակ հետո այդ գաղափարի շուրջ արդեն գիտական հոդվածը դուրս տեսնում է Գերմանիայում կամ Ամերիկայում կամ Չինաստանում ու դու հասկանում ես, որ դուք մոտավորապես նույն տեղից եք սկսել նույն ժամանակ, բայց քանի դեռ իրանց ռեսուրսները եւ աշխատանքային ռիթմը, հա, ավելի արագ է, իրանք հասցրել են հասնել ինչ-որ արդյունքի, իսկ դու դեռ հələ սպասում ես օրինակ, որ քո նյութերը գան կամ ինչ-որ մի ուրիշ բան տեղի ունենա, էլի այդտեղ մենք շատ ենք դժում այդտեղից։ Այդ խնդիրը կա, որտեղ պրոբլեմը կայանում է, որ մենք բացի այն օբյեկտիվ, հա, խոչընդոտներից, որոնք կան նաև սուբյեկտիվ խոչընդոտները, որը իրենց ներկայացնում են գնումների մասին օրենքը։ Ինքը ես իր անբանական իմաստը կիրառելու գիտական հետազոտություններում չեմ տեսնում, բայց ինքը ակնհայտորեն խոչընդոտում է Հայաստանում գիտական հետազոտությունների տեմպը միանշանակ։ Մյուս հետ կարևոր մարտահրավերն է երևի Հայաստան ներդնել այն նորմերը եւ այն ուղեցույց չէ, ավելի շատ recommendation-ներ են, չգիտեմ հայերեն եւ ոնց կլինի, որոնք գործում են ամբողջ աշխարհում, հա, օրինակ տվյալների պահպանության տեսակետից, տվյալների անձնական տվյալների պահպանության տեսակետից, ինչպես պետք է բալանսավորել, հա, գիտելիքի կարևորությունը եւ անձնական տվյալների կամ անձնական գաղտնիքի պահպանությունը։ Օրինակ մենք այդ տեսակետից մենք հիմա դա ներդնում ենք հենց հայկական գենոմ ծրագրի շրջանակներում, որովհետև մենք պետք է մի կողմից կարողանանք պահպանենք այդ տվյալների գաղտնիությունը, որովհետև իրանք չպետք է, հա, այդպես բաց հասանելի լինեն ոչ մեկի, բայց մյուս կողմից մենք պետք է կարողանանք
հասանելի դարձնել այդ տվյալներից ստացված կենսաբանական գիտելիքը, որովհետև մենք հիմա ունենք այն ինչ որ ունենք, շնորհակալություն մեր հայրերին, մայրերին, տատիկներին, պապիկներին, որոնք ժամանակին մասնակցել են հետազոտությունների, որոնց արդյունքը մենք հիմա քաղում ենք։ Մենք հիմա գիտենք, որ պենիցիլինը դա բան է, որովհետև ժամանակին ինչ որ հիվանդներ այն ժամանակ թույլ են տվել, որպեսզի պենիցիլինը փորձարկվի իրանց վրա։ Հիմա մենք պետք է կարողանանք այդ նենց անենք, որպեսզի մենք կարողանանք վաղը կամ մյուս եկող սերունդների համար ստեղծենք այն գիտելիքների բազան, որոնք թույլ կտա իրանց կյանքի որակը ավելի լավացնել ի համեմատ մեզ։ Այդ process-ը շարունակական է, բայց այդտեղ գալիս է այդ բալանսի խնդիրը, հա։ Մենք ունենք եւ ուրիշ նաեւ խնդրեմ կրթական ընդհանուր մակարդակի եւ որակի հետ կապված։ Այդ խնդիրը ես լուծում չունեմ այդ խնդրի, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ եթե մենք ուզում ենք լավ կադրեր, որոնք հետագայում կգան կմիանան մեր թիմին, ապա այդ կադրերի կրթության վրա պետք է աշխատել շատ ավելի շուտ պահերից, հա, դրա համար օրինակ մենք ու նույնը հասկանում եմ մի քանի համալսարաններ, որոնց հետ մենք ունենք համագործակցության պայմանագրերի հուշագրեր, մասնավորապես հայ-ռուսական համալսարանների հետ մենք ունենք բազային ամբիոն, կենսաինֆորմատիկա եւ կենսաինժեներիա ու մեր ակտիվ աշխատող գիտնականները ստեղ, իրանք նաեւ դասավանդում են։ Ու դա եւ ամենաճիշտ պրակտիկան է, որովհետեւ մասնագիտական առարկաների շրջանակներում դասախոս հասկացողությունը ինքը մի քիչ այդքան էլ տրամաբանական չի։ Պետք է լինի աշխատող գիտնական, որը նաեւ կտրամադրի իր ժամանակից ապագա սերունդները կրթելու։ Մենք այդ մոդելը կարողացել ենք հենց այդ մեր բազային ամբիոնի շրջանակում ներդնել եւ հայ-ռուսական համալսարանում եւ նաեւ ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանակներ, որտեղ մենք ունենք արդեն մոլեկուլային կենսաբանության ամբիոն։ Ներքին համագործակցությունը իրականում մենք ինստիտուտի մեջ մենք կարողացել ենք ստեղծել համակարգ, որը թույլ է տալիս հանգիստ համագործակցել մեր թիմերը, եթե նայեք մենք ունենք բազմաթիվ համատեղ հոդվածներ, մի քանի լաբորատորիա։ Իհարկե ամեն հոդվածում կա ինչ-որ մի հիմնական, հա, շարժող ուժը եւ կան այդ օգնող լաբորատորիաներ, որոնք միացել են եւ այդ գաղափարի շուրջը կարողացել են անել հետազոտություն եւ ստանալ ինչ-որ արդյունք։ Արդեն հանրապետության շրջանակում մի քիչ այդ համագործակցությունը իսկապես խնդիր առաջացնում, որովհետեւ մենք մի կողմից հասկանում ենք համագործակցության կարեւորությունը, բայց մյուս կողմից մենք նաեւ իրար հետ մրցակից ենք։ Ահա մենք մրցում ենք մոտավորապես նույն ռեսուրսների համար։ Ու համագործակցության խթաններ էլ դեռ ներդրված չեն այդ նույն ծրագրերի ֆինանսավորման շրջանակներում մենք օրինակ առաջարկել ենք ժամանակին բարձրագույն կրթության գիտության կոմիտեին, որպեսզի հատուկ դրամաշնորհային ծրագրեր հայտարարվեն, որոնք ուղղված կլինեն խթանելու համագործակցությունը ներպետական։ Ինչի, որովհետև եթե դու ունես դիմում ես դրամաշնորհի, դու ունես 5 հոգանոց հետազոտական թիմ, ապա տրամաբանական է, որ այդ 5 հոգանոց թիմը կլինի քո լաբորատորիայի 5 հոգի, հա։ Եվ ուրիշ ինստիտուտի հետ դու կարող ես ունենալ համագործակցություն, բայց որ ինչ որ ռեսուրս տակը չունի, այսինքն պետք է համընկնի թեմաները, որպեսզի այդ երկու թեմաների շրջանակում կարողանաս համագործակցել առանց հավելյալ ռեսուրս ներդնելու։ Նմանատիպ դրամաշնորհային ծրագրերը իրականում շատ կօգնեն այդ համագործակցության ավելի ամրապնդմանը եւ ավելի տենց գիտելիքահեն դարձնելու։ Բայց օրինակ սարքավորումների առումով, այո, մենք շատ ենք համագործակցում, մենք ունենք սարքավորումներ, որոնք բաց են, հասանելի են բոլոր այլ գիտական խմբերի համար, մենք ենք հաճախ օգտվում այլ գիտական խմբերի սարքավորումներից, այնտեղ առանձնապես այս խնդիր չկա։ Դե միջազգային համագործակցությունը դա ավանդական մեր երևի ուժեղ կողմից մեկն է եղել, մենք ունենք համագործակցող գիտական խմբեր համարյա աշխարհի բոլոր մայրցամաքներում հաստատ
ու քիչ թե շատ գիտության ոլորտում հայտնի երկրներում նույնպես։ Մենք հիմա ունենք համագործակցում ենք օրինակ Mount Sinai համալսարանի Նյու Յորքի համատեղ մենք ունենք տիեզերական կենսաբանության հետ կապված ծրագիր։ Մեր էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան համագործակցում է Քեմբրիջի համալսարանի հետ։ Մեր կենսաինֆորմատիկները համագործակցում են ունենք Լայպցիգի համալսարանի հետ։ Մեր խաղողի գենետիկայի խումբը գենոմիկայի լաբորատորիան համագործակցում է Գերմանիայի ամենախոշոր խաղողագործության ինստիտուտի հետ եւ Ֆրանսիայի INRA-ի հետ։ Մենք ունենք համագործակցություններ Չինաստանում, պրակտիկորեն բոլոր տեղ ուրանք ինչն է ինձ շատ կարելի ասել դուր գալիս մեր համագործակցության մեջ, որ մենք հավասար դիրքերից ենք կարողանում դա իրականացնել։ Ես համագործակցություն չեմ համարում, երբ որ մենք տրամադրում ենք նմուշներ, ինչ որ մենք անում ենք վերլուծություն եւ արդյունքներ ստանում, դա համագործակցություն չի, բայց մեր համագործակցական հիմնական ծրագրերում ամեն կողմը կարողանում է ներդնել ինչ որ մի յուրին բան, որը չունի մյուս կողմը։ Դա դառնում է ավելի տենց ընդհանրական եւ ամբողջական ու ես դա եմ անվանում համագործակցություն։ Իրականում շատ ծրագրեր մենք ունենք, մեր հիմա ուղղություններից, որ ես շատ կուզենայի տեսնել մոտակայքում ներդրված ինստիտուտի գիտական հետազոտական ծրագրերի մեջ, դա բջջային ցողունային բջիջների հետ աշխատանքի ենթակառուցվածքի ստեղծումը, մեզ կուզենայի տեսնել այստեղ ամբողջ առանձին բջիջների հետազոտությունների հետ կապված հիմնական ենթակառուցվածքային, ոնց որ բաներն են, մենք շատ ենք ուզում տենց մի քանի կարևոր ենթակառուցվածքներ ունենք Հայաստանում, որ այս բանը չունենք, դա գենոմային խմբագրությունն է, դա ցողունային բջիջներն են, դա կենսաինֆորմատիկա, արդեն առանձին բջիջների կենսաինֆորմատիկայի ուղղությունը, որը որ նաև կկարողանա համատեղ աշխատանքներ վայել արդեն հետազոտական այդ նույն ուղղությամբ ենթակառուցվածքի հետ, իսկ հետազոտությունների տեսակետից երևի թե մեր համար շատ հետաքրքիր է լինելու այդ գենոմի խմբագրության մեթոդները կիրառելու բույսերի սելեկցիայի ոլորտում ու նաև գենոմի խմբագրությունը որպես մեթոդ տարբեր հիվանդությունների մոդելավորման եւ իրանց թերապիաների որոնման հարցում։